ինչպես ԱՄՆ-ն գցեց Եվրոպային, ուրիշի ոսկին պահեց իրեն եւ ընդմիշտ արժեզրկեց քո փողը, պարզապես որովհետեւ կարող էր։ Երկրորդ համաշխարհայինից հետո ԱՄՆ-ն կուտակել է աշխարհի ոսկու 70%-ը։ Գործում էր պայման՝ $35 ցանկացած պահին կարելի էր փոխանակել 1 ունցիա ոսկու հետ։ Բայց 60-ականներին ամերիկան սկսեց շատ ծախսել։ Վիետնամի պատերազմ եւ ուռճացրած սոցիալական ծրագրեր փող էին պահանջում։ Նրանք տակից միացրեցին տպագրական հաստոցը եւ թղթե դոլարները մի քանի անգամ գերազանցեցին պաուսներում եղած ոսկուն։ Եվրոպան հասկացավ, որ իրանց գցում են։ Ֆրանսիայի նախագահ Դե Գոլը բառացիորեն թղթե փողով բեռնված նավեր ուղարկեց ԱՄՆ-ի ափեր ու հասցրեց հետ վերցնել ոսկին։ Նրա հետևից հերթ կանգնեցին մյուս պետությունները։ ԱՄՆ-ն հասկացավ, որ կասան դատարկվում է եւ այդ ժամանակ նախագահ Նիքսոնը կտրուկ քայլ է անում։ 1971 թվականին նա ելույթ է ունենում հեռուստատեսությամբ եւ հայտարարում է ամերիկան այլևս չի փոխանակում դոլարը ոսկու հետ։ Իսկ ինչ կապ ունի սա քեզ հետ։ Ուղիղ ոսկուց անջատումը հանեց փող տպելու բոլոր լիմիտները եւ գործարկեց թաքնված հարկ, անվերջ ինֆլյացիա։ Փող հնայողությունները փողի տեսքով հիմա հալվում են ամեն վայրկյան։ Իսկ իրական ակտիվները, անշարժ գույք կամ բիզնեսը միշտ ավելի արագ է թանկանում, քան դու հասցնում ես գումար կուտակել։ Բայց եթե դոլարը դարձավ պարզապես գունավոր թուղթ, ինչու ամբողջ աշխարհը նույն օրը չհրաժարվեց դրանից։ Ինչպես ԱՄՆ-ն իրականացրեց իր հերթական ափյորան, կպատմեմ հաջորդ վիդեոյում։ Իսկ հիմա բաժանորդագրվիր իմեջին, որ բաց չթողնես նոր վիդեոները։